Եվ այսպես հանձնել միջանցքը, քանի Իրանում պատերազմ է։ Հարգելի հեռուստադիտողներ, կրկին ասեք, միգուցե սա պարադոքսալ է հնչում, բայց քաղաքական զարգացումները, տրամաբանությունը քաղաքական զարգացումների հենց այսպիսին է, ինչ նարատիվ են վերջին շրջանում փորձում հասարակությանը հրամցնել հարգելի մեր իշխանությունները, որ Հայաստանը վեհ քայլ կանի, եթե լարված իրավիճակում, մի իրավիճակում, երբ որ պարզ չէ թե Իրանի եւ Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը ինչ աստիճանի կհասնի, կրկին կփակվեն սահմանները, թե չեն փակվի, շատ վեհ քայլ կլինի Հայաստանի Հանրապետության կողմից, եթե մենք ուշադրություն հումանիտար անցում կամ հումանիտար միջանցք տրամադրենք Ադրբեջանին, որպեսզի Նախիջևանի ադրբեջանցիները կարողանան Երևանով օրինակ գնալ Բաքու կամ Հայաստանի Հանրապետության տարածքով իրենք այլ տարածքներով կարողանան գնալ Ադրբեջան, ու սրա վերաբերյալ շատ անկեղծ ուղիղ քննարկումներ լինում են նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։ Դուք հարկեր եք վճարում, որ ձեր հաշվին հանրայինի եթերում խոսեն այն մասին, որ Ադրբեջանի համար Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տրամադրվի միջանցք։ Անկերներ, մի կողմ ենք թողնում հարցի էմոցիոնալ, բարոյական կողմը եւ փորձենք անդրադառնալ հարցի մեկ այլ կողմին, իսկ Ադրբեջանից այս ամեն ինչի վերաբերյալ ինչ արձագանք կա, վազում են ընդունել Նիկոլ Փաշինյանի քարոզիչների առաջարկը, նաեւ ինչ են ասում են 1-2-3 օրվա հարց է, եթե քաղաքական որոշումը կայացվի, արագ կարելի է այդ միջանցքը, այդ հումանիտար միջանցքը տրամադրել ադրբեջանցիներին։ Իսկ ինչ են անում ադրբեջանցիները։ Այստեղ մենք պետք է նշենք հետեւյալը, որ սառը հաշվարկով են իրենք առաջ շարժվում։ Ինչ տեղի ունեցավ։ Անհայտ ծագմամբ անօթաչու թռչող սարքերը հարվածում են Նախիջևանին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը բավականին կոշտ կոպիտ արձագանք է տալիս այս ամեն ինչին, Իլհամ Ալիևը բավականին նաև վիրավորական գնահատականներով է հանդես գալիս Անվտանգության խորհրդի նիստում, փորձում են Թուրքիային ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ, խոսում են Շուշիի հռչակագրի ստորագրման, դրա կարևորության մասին կետերում արձանագրված պարտավորությունների մասին, ըստ որի եթե կողմերից մեկին սպառնալիք կա տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկ այլ կողմը պետք է աջակցի, բայց Թուրքիայի աջակցությունը չեն ստանում Ադրբեջանից եւ ինչ է անում Իլհամ Ալիևը զանգահարում է Մասուդ Փեզեշքիանին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Կողմերի միջև զրույց է տեղի ունենում, իրենք քննարկում են ստեղծված իրավիճակը, մատնանշում են կարևորությունը, որ տարածաշրջանը զերծ մնա պատերազմական գործողությունից, լարվածությունից եւ ինչն էր կարևոր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածած հայտարարության մեջ արդեն խոսք չկար նրա մասին, որ կոնկրետ Ադրբեջանին են մեղադրում նրանում, որ կոնկրետ Իրանին են մեղադրում նրանում, որ Նախիջևանին անօթաչու թռչող սարք է հարվածել։ Ավելին, դրանից մեկ օր հետո Փեզեշքյանի եւ Ալիևի զրույցից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում որոշում է կայացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հումանիտար աջակցություն ցուցաբերել Իրանին։ Տարբեր սննդամթերք են ուղարկում այն սահմանով, որ ընդամենը մի քանի օր առաջ փակ էր, բայց ադրբեջանցիները եւ սահմանն են բացում եւ Փեզեշքյանի հետ բանակցություններ են ունենում եւ հումանիտար օգնություն են ուղարկում։ Ճիշտ է, եթե Թուրքիան համաձայնվել ներքաշվել պատերազմի մեջ ընդդեմ Իրանի, Ադրբեջանի պահվածքը այլ կլիներ, բայց արձագանքենք, այստեղ Երևանից իրենց ճղում են որոշ քարոզիչներ եւ ասում են, որ մենք հումանիտար միջանցք պետք է տրամադրենք Ադրբեջանին, մենք ավելի վեհ պետք է լինենք, քան կարող են մեր մասին մտածել, բայց այս իրավիճակում Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է այդ առաջարկից եւ գնում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով, այն առումով, որ լարվածությունը որոշակի առումով թոթափվում է։ Տեսեք, տրամաբանությունը հուշում է հետեւյալը. իշխանությունները իսկապես շարժվում են հետեւյալ քայլերի համատեքստում։ Իրենք փորձում են պատերազմական գործողությունները օգտագործել որպես առիթ լեգիտիմացնելու ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում կամ ադրբեջանցիների կողմից օգտագործելը Հայաստանի Հանրապետության տարածքում եղած կոմունիկացիաները եւ որպես միջանցք օգտագործելը։ Սա չափազանց կարեւոր արձանագրում է, բայց այլ հավասար պայմաններում, եթե մենք այլ իշխանություն ունենայինք, պատերազմական գործողությունները Իրանի շուրջ եւ այս վերջին հարաբերությունների ջերմացումը Թեհրանի եւ Բաքվի միջեւ ինչի մասն է վկայում, նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը ունի հնարավորություն կապվել Նախիջևանի հետ
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով։ Դա իր հերթին նշանակում է, որ բոլոր այն խոսակցությունները, որ տասնամյակներ շարունակ Նախիջևանի ադրբեջանցիները բլոկադայի մեջ են եղել եւ հումանիտար հարցը Հայաստանի տարածքով միջանցք ունենալը, այս խոսակցությունները հոդս են ցնդում, բայց սա կարող էր տեղի ունենալ միայն այն պայմաններում, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները այլ տրամաբանությամբ շարժվեին եւ իրենք չփորձեին ցանկացած գնով Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհի մեջ, իսկ թուրքական աշխարհի մեջ ինտեգրելու համար մենք պետք է որոշակի գումար վճարենք, որոշակի գին վճարենք եւ այդ գինը ի թիվս այլնի պետք է լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանին, Թուրքիային միջանցք տրամադրելը եւ ամփոփելով մեր այսօրվա զրույցը։ Ընկերներ, եկեք վերադառնանք 2023 թվականի փետրվար։ Թուրքիայում տեղի է ունենում երկրաշարժ, իսկապես ավերիչ երկրաշարժ էր։ Ինչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հայտարարում են, որ հումանիտար ժեստ են անում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից հումանիտար օգնություն են ուղարկում Թուրքիա, մարգարայի կամրջով այդ օգնությունը ուղարկում են, փորձում են սա ներկայացնել այսպես կոչված խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակներում, չէ՞ որ մենք խաղաղության խաչմերուկ ենք, բայց եթե դու խաղաղության խաչմերուկ ես, այլ ոչ թե ձգտում ես Թուրքիայի, թուրքական աշխարհի, Ադրբեջանի մաս դառնալ, այդ հումանիտար օգնությունը դու պետք է ուղարկես ոչ միայն Թուրքիային, այն ժամանակ, երբ որ Թուրքիան դրա կարիքը ունի, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Իսկ մենք Իրանի Իսլամական Հանրապետությանը զրո հումանիտար աջակցություն ենք ցուցաբերել, նույնիսկ Ադրբեջանն է հումանիտար աջակցություն ցուցաբերում Իրանին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Մտածեք այդ մասին։